Նախորդային աշխատանքային այցով Շիրակի մարզ ժամանած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի հետ հետևել է Գյումրիում իրականացվող մի շարք շինաշխատանքների ընթացքին ու դիտարկել ավարտված աշխատանքները։ Պատասխանատուները եղել են Ասլամազյան քույրերի պատկերասրահում, որի փայտե պատշգամբը վերականգնվել է սուբվենցիոն ծրագրով։ Շինաշխատանքները տարբեր փուլերում են։ Նախորդ այցի օբյեկտներում եւ թանգարանում եւ փողոցները գրեթե ամբողջությամբ ավարտական փուլում են։ Ծրագրի արժեքը կազմել է 13 միլիոն 613 հազար դրամ, գումարի 45%-ը կառավարությունն է հատկացրել։ Այցելություն է եղել Գյումրու հաղթանակի պողոտա, որի վերականգնումն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 947 միլիոն 607 հազար դրամ։ Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշում է կան փոքր թերություններ, որոնք կվերացվեն կարճ ժամանակահատվածում։ Անցած տարվա կատարված աշխատանքներին ծանոթացանք պարոն Խուդատյանի հետ, թերություններ բնականաբար կային հաղթանակի պողոտայում, բայց շատ մանր թերություններ են կվերացնեն, շատ գեղեցիկ լավ փողոց է ստացվել, նամանավանդ ազատված մայթերով մեր քաղաքացիները ազատ կարող են շարժվել, զբոսնել, նաև խոսեցինք մոտ ապագայում հաղթանակի զբոսայգին վերակառուցելու համար։ Վերջին կանգառը Արտուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցում է եղել։ Համալիրը կառուցվում է քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 6 միլիոն 796 միլիոն դրամ է։ Տեղյակ եք, որ որոշակի նախագծային փոփոխություններ են իրականացվել։ Ուրախ եմ արձանագրել, որ շինաշխատանքները վերսկսվել են եւ պլանավորում ենք հնարավորինս արագ ժամկետում մեծ ուժերի ներգրավմամբ մարզադպրոցը, մարզական այս կառույցը, որը նախադեպը ունի Հայաստանում եւ իր ներդրումային ծավալով եւ իր չափերով, հնարավորինս արագ հանձնենք շահագործման։ Թերությունները այնուամենայնիվ արձանագրել ենք, սրանք մեծ շինարարական աշխատանքներ են եւ շինարարության ընթացքում անթերի իրականացնել հնարավոր չի։ Շինարարների եւ նախագծող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք թերությունների շտկման գրաֆիկը եւ վստահ եմ, որ գործընկերները ըստ տրամաբանության մեջ կաշխատեն եւ առաջիկայում պատկերը բոլորի համար գոհացուցիչ կլինի։ Տեսեք, այստեղ խնդիր կա հենց այս տարածքի հարակից տարածքում, որտեղ պարամունքներ են, ըմբշամարտիկները պարամունք պետք է անցկացնեն, այդտեղից անցնում է Գյումրի քաղաքի խմելու ջրի խողովակները։ Խողովակները պետք է տեղափոխվի, կա կոյուղու խնդիր, կա այս ծածկի խնդիրը, այլ մանրամասները երկար չներկայացնեմ, բայց հանձնարարությունները ստացել են պատասխանատու անձինք, պայմանավորվել ենք 1 ամիս հետո եւս այց կատարենք եւ զգալի տեղաշարժ պետք է լինի, շինարարը խոստացել է։ Պաշտոնյաներն ընդգծում են, որ շինարարական թերացումները վերացնելու բոլոր դիտողություններն արվել են։ Աստղիկ Խաչատրյան, Հայկ Կապրելյան այսօր։